2025-ի նոյեմբերի դրությամբ Հայաստանի առևտրային բանկերում սպասարկվել է 5,450,079 հաճախորդ։ 2024-ի համադրելի ցուցանիշի համեմատ այս թիվը աճել է 530,516-ով։ Նրանցից ֆիզիկական անձինք են 5,220,317-ը, իրավաբանական անձինք են 229,762-ը։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը փետրվարի 17-ին ընդունել է Հայաստանում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգային։ Հանդիպման ընթացքում քննարկվել են սոցիալական պաշտպանության ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Դիտարկվել են աշխատանքի և զբաղվածության, ինչպես նաև սոցիալական աջակցության ոլորտներում համագործակցության հնարավորությունները։ Հռոմում Հայաստանը ներկայացրել է 2026-ին Երևանում կայանալիք COP17 համաժողովի տեսլականը։ Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը շեշտել է ֆինանսավորման կարևորությունը։ Կենսաբազմազանության պահպանության նպատակներին հասնելու համար անհրաժեշտ են բավարար, հասանելի և կանխատեսելի ֆինանսական միջոցներ, և Հայաստանը պատրաստ է աշխատել գործընկերների հետ տարբեր մոտեցումները համակարգելու և գործնական լուծումներ գտնելու ուղղությամբ։ Նախորդ տարվա դեկտեմբերի վերջի դրությամբ Հայաստանում փողի բազան կազմել է 2 տրիլիոն 72 միլիարդ 934 միլիոն դրամ։ 2025-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է անկում 1,3%-ով։ Մասնավորապես կենտրոնական բանկից դուրս գտնվող կանխիկ դրամի ծավալն աճել է 16,8%-ով և կազմել է 1 տրիլիոն 152 միլիարդ 23 միլիոն դրամ։ Նախորդ տարեվերջի դրությամբ Վրաստանում գրանցված է եղել 1,914,908 ավտոմեքենա։ Գրանցված մեքենաների մեծ մասն աշխատում է բենզինով, թափքի տեսակով, առաջատար են սեդանները։ Ներկայում Վրաստանում արգելված է մինչև 2013 թվականը արտադրված ավտոմեքենաների ներմուծումն ու գրանցումը, բացառությամբ վերարտահանման կամ տարանցիկ նպատակներով ներմուծվող մեքենաների, որոնք գրանցման իրավունք չունեն։ Բրիտանական բանկերի ղեկավարները նախատեսել են առաջին հանդիպումը Visa-ին և Mastercard-ին փոխարինող ազգային այլընտրանք ստեղծելու համար։ Սա տեղի է ունենում այն մտահոգությունների ֆոնին, թե Միացյալ Նահանգները կարող է անջատել ամերիկյան վճարային համակարգերը։ Նախատեսվում է, որ նոր ազգային վճարային համակարգը շահագործման կհանձնվի մինչև 2030 թվականը։ 2025 թվականին Ռուսաստանի մեղր արտադրող հիմնական շրջաններում եղանակային անոմալիաները և մեղրի բերքի կրճատումը կարող են հանգեցնել դեֆիցիտի։ Միևնույն ժամանակ մեղրի բոլոր տեսակների գները նախորդ տարվա սեպտեմբերից ի վեր աճել են 30-ից 50%-ով և շարունակում են աճել։ Վերջին մեկ տարվա ընթացքում երկու առաջատար մեղր վերամշակողներ արդեն լքել են ռուսական շուկան։ Volkswagen-ը նախատեսում է մինչև 2028 թվականի վերջը 20%-ով կրճատել ծախսերը։ Ծրագրի նպատակն է վերադարձնել Volkswagen-ի կայուն շահութաբերությունը Չինաստանում բիզնեսի թուլացման, Միացյալ Նահանգներում ներմուծման մաքսատուրքերի բարձրացման, ինչպես նաև գլոբալ մրցակցության սրման պայմաններում։ Volkswagen-ը դեռ 3 տարի առաջ էր սկսել բիզնեսի վերակազմավորման ծրագիր։ Հայաստանում վարկով ապրում են, բիզնես սկսում, պարտք փակում, միջոցառումներ կազմակերպում, նույնիսկ ճամփորդում։ Ու զարմանալի կամ անսպասելի չէ, որ նախորդ տարի Հայաստանում վարկային ներդրումները կազմել են 7,9 տրիլիոն դրամ։ Ֆիզիկական անձինք, ինչպես ամեն տարի, նախորդ տարի ևս առաջատար են վերցրած վարկերի ծավալով։ 2025-ին ավելացել է նաև վարկ վերցրած իրավաբանական անձինք։ Ինչքան աճեն իրավաբանական անձանց տրված վարկերը եւ ինչքան տնտեսության տարբեր ճյուղերում նոր ներդրումներ իրականացվեն եւ ակտիվություն լինի, այնքան ֆիզիկական անձանց վարկերի բեռը վարկերի այսպես մարումները կլինեն ավելի վստահելի եւ հուսալի։ Սպառողական ու հիփոթեքային վարկերի ծավալները աճել են համապատասխանաբար 30 եւ 13%-ով։ Միայն Երևան քաղաքում նախորդ տարի 1,182 տրիլիոն դրամ հիփոթեք է տրամադրվել քաղաքացիներին։ Մարզերում հիփոթեքային վարկերի ծավալները եւս ավելացել են, բայց սա չի նշանակում, թե այդ աճը տեղի է ունեցել համաչափ։ Բնակարաններ ու առանձնատներ առավել շատ ձեռք են բերվել Կոտայքի եւ Արարատի մարզերում, այսինքն Երևանամերձ բնակավայրերում
միջավայրերում։ 1-ից 5 տարով տրամադրվող վարկերի դեպքում էլ բանկերը ավելացրել են տոկոսադրույքները 0.4%-ով։ Առաջերտին պայմանավորված այդ մեծ պահանջարկով, քանի որ 1-ից 5 տարվա ժամկետը դրանք սպառողական վարկեր են, իսկ սպառողական վարկերը տեսակ ամենամեծ կշիռնակազմի վարկային պորտֆելի մեջ եւ դա եւս 30%-ով աճել է։ Պայմանավորված է մեծ պահանջարկով եւ արտարժութային ու արտարժութային վարկերի նվազմամբ ու դրամային վարկերի ավելացմամբ, որը դրամային տոկոսը դե բարձր է, ինքը կշիռը բարձրացնում ավելի։ Վարկերի ու ավանդների աճին զուգահեռ ավելացել են նաև բանկերի կողմից պետությանը վճարվող հարկերը։ Բոլոր 17 բանկերը հազար խոշոր հարկատուների ցանկում են եւ վճարվել է ընդհանուր առմամբ 25 թվականին 164 միլիարդ դրամի հարկ, որը 24 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ 45 միլիարդով է ավելի կամ շուրջ 38%-ով ավելի է։ Բանկային համակարգի ընդհանուր ակտիվները 2025-ի վերջի դրությամբ կազմել են շուրջ 12.8 տրիլիոն դրամ։ Բանկային համակարգն ունի շուրջ 17,000 աշխատակից։ Կապիտալը կազմել է 2.2 տրիլիոն դրամ, ավանդները 7.5 տրիլիոն դրամ։ Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածում ավարտվել է 530 մետր երկարությամբ երկրորդ թունելի հորատումը։ Առաջին թունելի հորատումը 455 մետր երկարությամբ ավարտվել էր նախորդ տարի։ Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածում շարունակվում են նաև կամուրջների և հողային պաստառի կառուցման աշխատանքները։